Հոկտեմբերի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրեն մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը։ Շարունակվում էր նաև մեղադրողի միջնորդությամբ կրկին դատակոչված վկաների հարցաքննությունը։ Այս անգամ նրանք երկուսն էին։ Մեկը զորակոչիկ էր, մյուսը Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ հայտարարություն տված Վահրամ Փարսադանյանը։ Նիստն այս անգամ սկսվեց ժամը 14-ին եւ ավարտվեց 20:39 մոտ, երբ օրն արդեն մտնել էր։ Դատաքննությունը բուռն ընթացք ուներ։ Երկրորդ վկայի հարցաքննության ընթացքում դահլիճից պարբերաբար հնչում էին բարձր ձայներ։ Գրեթե ամեն ինչ լսվում էր միջանցքում։ Հետաքրքիր է մեկ հանգամանք։ Այս վկան շարունակում է աշխատել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում։ Արդյոք վերջինիս ցուցմունքի վրա դա չի կարող որոշակի ազդեցություն ունենալ։ Մեղադրող դատախազին այս մասին հարց ուղղեցինք։ Ես կարծում եմ, որ ցանկացած անձ կարող է ինչ-որ ճնշվածություն զգա եւ վկան ինքն էլ ճնշվածություն կզգար, որ աշխատելով կոմբինատում գալիս է ցուցմունք է տալիս փաստացի, որ այն մարդու դեմ, որը տնօրենն է, սեփականատերն է։ Դատախազի խոսքով վկայի հարցաքննությունն ու ցուցմունքը բառացիորեն համընկնում են։ Եվս մեկ անգամ ապացուցողական բազան հիմնավորվեց, իսկ այլ միջնորդություններ սպասվում են, թե ոչ, Ամիրզադյանն ասում է։ Դա մինչև դատաքննության ավարտը պետք է հայտարարեն միջնորդություններ։ Նրանք պաշտպանները ըստ ամենայնի ունեն միջնորդություն։ Դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 28-ին է։ Հերմինե Զարմանյան, Վազգեն Մինասյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, Լուրեր։